Բարի ողջույն սիրելի հետևորդներ, Հայն ու հայը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր իմ հյուրն է ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Մի լավ մարդ իմանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, հետևելով իր էջերին, մեծ ուրախություն ապրեցի, հրավիրելով խոսենք մեր հայրենիքի մասին, խոսենք մեր խնդիրների մասին։ Բարի ողջույն, պարոն Պետրոսյան, շատ շնորհակալություն չմերժելու համար, հանդիպելու համար։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար, հնարավորության համար։ Ճիշտն ասած, պարոն Պետրոսյան, մեր հաղորդաշարը, որ սկսել ենք Հայն ու հայը, ցանկացած հայի հետ շփում, ցանկացած հայի մասին է, իսկ ես ձեզ ճանաչում եմ ձեր YouTube-յան կանալից, որ շատ խելացի բաներ լուսաբանում եք, պատմությունները ավելի տենց տպավորիչ, որ մեծ համբավ իմ ընկերներ ուղարկում են, հələ տես լսեք պարոն Պետրոսյան ինչ լավ բաներ ասում Անդրանիկի մասին, Նժդեհի մասին եւ այլ հերոսների մասին, ինձ համար որպես հայ, որպես մտահոգ հայ, լուսաբանող շատ տպավորված եմ ձեր այդ ուղղությամբ, բայց ժողովուրդը ոնց որ ասած ձեզ ճանաչում է սրբազան շարժումից, չհաշված ձեր մյուս, ասենք, որ զբաղեցրել եք նախկինում հանրապետական երիթևի մեկ եղել եւ այլ պաշտոնական բաները։ Ես ճիշտն ասած քաղաքական մեկնաբան չեմ, գործիչ չեմ, բայց մտահոգ եմ եւ տեսնում եմ, որ դուք էլ մտահոգ եք մեր հայրենիքի համար, ստեղծել եք կուսակցություն, հանդիպում եք մարդկանց եւ ուզում եք ինչ-որ բան փոխեք, բայց քանի որ տարիների ընթացքում մեծ տպավորությունն է, որ ոչ մի բան չի փոխվի, կամ ինչ-որ մեկի մարդն է, կամ բոլորը իրար հետ կապված են, կամ չի լինելու, ասենք, խելացի գրագետ մարդը այս կուսակցության, այն կուսակցության հետ համագործակցելու, այլ ձեր նպատակը մեր ժողովուրդը տեսնի, որ ուղղությունն է։ Մենք ձևավորել ենք մերը, որոնք ունի գաղափարական այլ հենք, այլ մոտեցումներ, այլ տեսլական։ Բայց ինչ վերաբերում է մենք կհաջողենք, թե չենք հաջողի, ես առավել քան համոզված եմ, որ կհաջողենք։ Հարցը միայն մեր խմբի մասին չի։ Մենք ասելով այն մարդիկ, ովքեր ուզում են իրական խորքային փոփոխություններ անել, շատ խորքային, համակարգային, ու այդ փոփոխությունները առաջին հերթին միշտ սկսվում են, մանավանդ ձեր հաղորդաշարը Հայն ու հայը միշտ մշակույթն է կարմիր թելով անցնում։ Բոլոր փոփոխությունները սկսվում են մշակույթից առաջին հերթին։ Քաղաքական կոսմետիկային հայոյանքների, չգիտեմ, վրեժխնդրություններից, մնացածից փոփոխությունները չեն սկսում, փոփոխությունը սկսում առաջին հերթին մշակույթից։ Բայց մի շատ կարևոր խնդիր կա, որ մենք պետք է բոլորս միասնական ուժերով կարողանանք դա հաղթահարենք։ Աշխարհում մշտապես եղել են եւ կան պատերազմի տարբեր ձևեր եւ տեսակներ։ Ամենամահաբեր պատերազմը, ինչպես շատերը կարծում են, դա այն պատերազմը չի, որ վարվում է զենքի միջոցով կամ ռազմական գործողությունների միջոցով։ Աշխարհում ամենամահաբեր պատերազմները դրանք մենթալ պատերազմներն են։ Գիտակցության, որոնք ուղղված են ընդդեմ մարդու գիտակցության, բանականության, ոգեղենության դեմ։ Եվ ամենամահաբեր հետևանքը ունենում են, երբ ազգը, տեսակը, խումբը, մարդը զրկվում է պայքարելու կամքից, ցանկությունից, որ ինքը սկսում է դադարել հավատալ, որ ինքը այլևս կարող է իր ճակատագրում որևէ բան փոխել, իր միջավայրում կարող է որևէ բան փոխել, իր հասարակությունում կարող է որևէ բան փոխել։ Սա ամենամահաբեր պատերազմներն են։ Մեզ այդ պատերազմը հայտարարված է եւ ներսից, եւ դրսից։ Հետևաբար մենք որպես այդպեսին այլընտրանք չունենք էլ։ Կամ մենք պիտի համակերպվենք, ասենք, գիտեք ինչ է, սա է մեր իրականությունը, ինչպես ասում են, թուլանանք եւ հաճույք ստանանք, կամ փորձենք այդ իրականությունը փոխել։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Իսկ այդ ճանապարհին անպայման ամեն մեկը մի անուն կկպցնի, որովհետեւ համակարգը, այն համակարգը քաղաքական մշակույթն, որը մենք այսօր ունենք, ինքը ունի ընդամենը մեկ գործառույթ այսօր։ Ամեն գնով վերարտադրվել, պահպանել ինքն իրեն, իր բոլոր խնդիրներով, այդ բացասական կողմերով եւ այլն, բայց պահպանել իրեն։ Հետեւաբար յուրաքանչյուր մարդ, ով փորձում է հակադրվել այդ համակարգին, իրեն փորձելու են անպայման հարվածել։ Նորմալ չի, որ պատկերացնեք դուք դուրս գաք համակարգի դեմ ու ձեզ ծափերով դիմավորեն։ Ուրեմն այդտեղ մի բան այն չի։ Համար եթե դուք մտել եք քաղաքականության մեջ, կամ ինչի՞ չէ քաղաքականության, մեկը դուք մշակութային հարթությունում, որտեղ
դուք բավականին որակյալ ձեր օրինակով եմ ասում, բավականին որակյալ կոնտենտ եք ալիս մարդկանց, մշակութային, չգիտեմ, որը մշակութային կոնտենտ եք տալիս, որը այսօր եկեք խոստովանենք, որ մեծամասնության կողմից պահանջարկված չի, բայց նույն հաջողությամբ դուք կարող եք, չէ՞, վերկենանք վաղվանից օրինակ եմ ասում, հա, դնենք մի կողմ ձեր էությունը կամ ինքնությունը դա թույլ չի տա, բայց դուք էլ վաղվանից վերկենաք եւ սկսեք, չգիտեմ, հայհոյանքներ տալ, այն ամենացածր մակարդակի առանց նվազագույն պատասխանատվության միջով կոնտենտ ձևավորեք, հազարները ձեզ ծափահարեն, դիտումները բարձրանան 300-400 հազար եւ այլն, գումարներ սկսեն պտտվել եւ այլն, պատվերներ եւ այլն, բայց ուր է տանելու այս ամեն ինչը մեզ, այսինքն դուք էլ ըստ էության ձեր օրինակով եմ ասում, դուք էլ որպես այդպեսին համակարգ, որը խրախուսում է այդ ամեն ինչը այդ մարդկանց, դուք էլ եք ձեր օրինակով կարող եմ ասել, որ դուրս է գալիս համակարգի դեմ, որտեղ չեք առաջնորդվում այդ օրենքներով։ Հիմա նույնն է քաղաքական իրականության մեջ մենք ենք, որ այդպես ենք, ասում եք այդ օրենքներով ես չեմ առաջնորդվում։ Խաղի կանոններից պարտադիր չի ես համակարգից ունենամ ինչ-որ մի հատ փայաբաժին, ու ես ընդունեմ համակարգի կանոնները ու գամ դասավորեմ դրա մեջ։ Ես ուզում եմ փոխեմ այդ համակարգի կանոնները։ Իմ ներդրումն ունենամ փոխելու մեջ, լավ, այսպես ասեմ։ Այդ ընթացքում, եթե ես պատրաստ չեմ ընդունել հարվածներ եւ միևնույն ժամանակ հարվածներ տալ, ուրեմն ես ոչ մի բանի պետք չեմ։ Պրոցեսի մեջ որևիցե մեկին չի ծափարելու միայն։ Համոզված եմ դուք ձեր օրինակով կարող եք լիքը փաստել, թե ինչքան խնդիրներ եք ունենում, երբ որ դուք գնում եք մշակութային կոնտենտ տալու ճանապարհով եւ ոչ օրինակ հայոյախառն ինչ-որ վիրավորանքների։ Սփյուռքի հայությունը Հայաստանի հետ ո՞նց եք տեսնում։ Հիմա մի քանի տարի այլ Սփյուռքի նախարարություն չկա ոնց որ։ Այն ժամանակ հա կար կապը, կային լավ ծրագրեր, որ գնում էին Արիտուն, բան, որ շփվում էին, ծանոթանում էին հայրենիքի հետ, մարդկանց հետ, մշակութային։ Հիմա հա ոնց են ասում, ինչև չես զգում քո կաշվի վրա, հիմա մենք ստեղ ենք, ընես չի ստեղ սա իդեալական է, ամեն ինչ լավ այն է, տեսնում եք, շփվում եք, շատ դժվար է ստեղ աշխատելը, ամեն ինչը, կարոտը, այդ զգացողությունը, պրոստը ստեղից ավելի անհանգիստ ես ելնում, որ Հայաստան մի բան է լինում։ Հետո ստեղից մի բանով օգնել է, դա շատ մեծ բան է, բայց ստեղ էլ արդեն եկել է ոչ թե հիասթափություն բառը չեմ սիրում ասել։ Ինձ որ ասում են, հիասթափված են, ասում ինչի՞ց ենք հիասթափվել։ Եթե հայը հայից հիասթափվել է, էլ ինչ։ Հիմա նայում են, որ Սփյուռքը աշխատում, ստեղծում է, հայրենիքին օգնում է, բայց օգուտ չկա, այդ հայրենիքը չի շարժվում տեղից։ Ու ռեալ հիմա մենք քարոզում ենք Գարեգին Նժդեհ, չէ՞, Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը շատ լավն է, շատ հզոր է, ընկերներ ունեմ, ամբողջ աշխարհը ուսումնասիրել է, բայց այսօր որ երեխա է ծնվում հայ օջախում, ասում են, առաջն եկածով է Անդրանիկ, Նժդեհ, ազգին պիտանի մարդ, բայց այդ երեխան ծնվում մեծանում է, հենց մի օրինակ բերեմ, շատ օրինակ կարող եմ բերել, շնորհակալությունս մեր Տաթև Ասատրյանի երգչուհուն, որ շատ մեծ օրինակ եղավ, որ Նժդեհին, որ անապահով ընտանիքում ապրում էր, վերցրեց իր կողքին բան, դա իմ համար ամենամեծ օրինակն է, որ Նժդեհից խոսում ենք, բայց Արմավիրի մարզում էր ապրում, Նժդեհը նույնիսկ հեռուստացույց չուներ, Նժդեհը տատիկի հետ էր ապրում։ Սենց շատ Նժդեհներ կան, Անդրանիկներ կան, որ պիտի ասում են, դե տենց ինչ իմանան, ոնց կլինի, չգիտեն։ Ոնց կլինի, ընտրություններին ոնց է դպրոցներում, ընտրատեղամասերում ցուցակները կախում են, չէ՞, անգիր գնում ես քո անձնագրով ընտրության։ Տենց ամեն օր, ամեն ժամ հաթաթ պիտի մարդկանց մարդահամարան ասեմ, հարցում ասեմ, ամեն ինչ անեն, որ եթե 3 միլիոն հայ Հայաստանում չեն կարող ապրեն, չեն կարողանում պահեն 120,000 արցախցի եկել է, չեն կարողանում մի հատ հաղամաս կառուցեն, պատրաստեն, բոլորը իրար, ու ելն եմ ասում, այն մեկը մեկի վրա կգցի, պատճառները միշտ կան, չէ, հավաքվեք իրար հետ, բոլոր իշխանավորները, ոչ թե ազգային ժողովում իրար հայոյեք ծեծեք, հավաքվեք, թաղամաս սարքեք Արցախ, գյուղում ջուր չկա, ջուր սարքեք։ Օրեր առաջ ես Վայոց ձորից եմ, Վայքի Խնձորուտ գյուղից, զանգել են, ասում են, ձենը տակ տեղից է գալի Ամերիկայում էս, բան, ասում եմ, ինչի համար։ Ասում եմ, մեր գյուղում ջուր չկա։
ունես չէ որ այս ինչի ժամանակով էլ այն ինչի ժամանակով էլ եթե ջուր չկա դրա անունը Սերժ Սարգսյան կլի Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան չգիտեմ էլ ինչքան անուններ կան եթե ջուր չկա ու այդ գյուղում առաջի դասարան մի հոգի է գնում հետո 5 գյուղ դարձել է մի գյուղում են դպրոց գնում եւ այնա ուսես մեկ էլ սահմանից բռնած դուք էլ սահմանամերձ գյուղից Սյունիքից ամեն ինչ տեղյակ եք հիմա ասած հատ ես ձեզ տեսնում եմ որ սենց գյուղ պիտի խոսացվի խնդիրները թղթերով բարձրաձայնվի եւ ռեալ կատարվի այդ դա ո՞նց եք տեսնում այդ համակարգը այդ ո՞նց պիտի լինի Շատ ընդհանուր կարող թվային պատասխանը բայց դա եւ գիտական այդպես եւ պատմական եւ պրակտիկ ճշմարտությունը իրականում դա է նախ սկսեմ Սփյուռքի հետ հարաբերություններից Մենք այս ողջ ժամանակահատվածում Սփյուռքի հետ չենք ունեցել ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Նախ երբ որ կա Սփյուռքի նախարարություն, միևնույնն է, այս ինստիտուցիոնալ չէր։ Այո, Սփյուռքի նախարարության ժամանակ որոշ չափով իմ իմացած իհարկե որոշ չափով աշխատանք արվել է, գույքագրվել է, թե ինչ ռեսուրսներ կան Սփյուռքում եւ այլն, բայց դա բնականաբար ոչ մի բան է։ Այն հնարավորության հետ, ինչ մենք կարող ենք իրացնել։ Սփյուռքի հետ միշտ հարաբերությունները Հայաստանի եղել է հետեւյալ կերպ։ Դուք դրամապանակ եք, գումար տվեք, ինչ որ պետք է մենք կանենք։ Վերջ, ուրիշ ոչ մի բան, Սփյուռքը դրա մասին չի։ Սփյուռքի հետ երկուստեք հավասարաչափ համագործակցություն է պետք, ոչ միայն որպես դրամապանակ, մշակութային ոլորտից սկսած, մինչև, չգիտեմ, գիտական ոլորտով վերջացրած։ Սփյուռքը միակողմանի գումար խնդրելու, աղերսելու աղբյուր չի։ Դրա համար այսքան ժամանակ մենք գնացել ենք բարոյալքման այդ հարաբերությունների։ Իսկ այս ներկա իշխանության պարագայում վերջնականապես միտումնավոր տարվում է, որ վերջնականապես կապը կորի ուղակի Սփյուռքի հետ։ Ուղիղ քաղաքականություն է տարվում, բայց ինչպես որ դուք ասեցիք եւ ես բազմիցս դրա մասին խոսել եմ, մենք գործ ունենք նույն համակարգի հետ։ Ուռուցքի նման մի երևույթ է։ Առաջի ստադիա, երկրորդ, երրորդ մենք հասնենք 4-րդ ստադիային, բայց համակարգը նույնն է, նույն չորակ ուռուցքը, որ կար եւ մնում է։ Խորհրդի սա 4-րդ ստադիան է, որտեղ արդեն մետաստազներ են տվել ներկա իշխանությունը։ Բայց երրորդը, երկրորդը դա չի նշանակում իրենք ուռուցք չէ։ Նույն ուռուցն է, նույն չորակ, ագի երրորդ ստադիայում են գտնվում։ Սրա մասին է խոսքը։ Հետեւաբար այն խնդիրների մասին, ինչի մասին Իվան ջան, որ դուք ասում եք, սրա լուծման միակ տարբերակը ինչքան էլ մենք այլ բաների մասին խոսենք, Հայաստանի Հանրապետությունում հայկական իշխանություն ձևավորելն է, որովհետև Սփյուռքը բացառապես կարող է լինել մնալ որպես Սփյուռք, ու Սփյուռքը պահպանի իր ինքնությունը ազգային, հայկականությունը պահպանի, իր տեսակը պահպանի, եթե առանցքում կա ազգային պետություն, եթե չկա ազգային պետություն որպես դրա առանցք, չի կարող այդ ամեն ինչ լինել, մոռացեք, ուղղակի հնարավոր չի, նույնիսկ այն օգնությունները մարդիկ, որ ինչ որ մի կերպ միտեղ ուղարկում են, ցակուցրիվ, մեկ իր պատկերացրածի չափով է փորձում օգնել, սիրտը ցավում է, ամեն կերպ ուզում է օգնել, բայց դա առ ոչինչ, եթե չկա համակարգված գործընթաց, որի առանցքը կրկին կլինի պետությունը։ Դա չի վերաբերում միայն Միացյալ Նահանգների Սփյուռքին, դա վերաբերում է Եվրոպային, Ռուսաստանին, մնացած պետություններին։ Ըստ ձեզ, տեսեք մենք երկար տարիներ պատկերացրել ենք իշխանավոր շքեղ մեքենայով անվտանգությունով, ախրանիկներով, գողալով, բան, դա մեր պատկերացրած ղեկավարն է։ Ասենք, խելացի բարև ձեզ ժողովրդի հետ շփվել, չէ։ Ոնց եք պատկերացնում, Ստալին պետք է լինի մեր երկրին, թե բարի, սիրուն, պուպուշ, գեղեցիկ, բայց երկիրը կարգի բերվի։ Որովհետև մեր ժողովուրդն էլ է, ասենց կամուկացի մեջ, մենք չարացած, ջղայնացած հարցումներ են անում, ասում է պիտի մի հատ ընես մաղթել ձեռախապի սեղանի բոլորին բաղնի, տոնի, փակի, ասենց էլի մարդք ասում է գիտություն, ինքնադաստիարակում, ինքնակրթություն, կրթվել, ես էլ եմ համաձայն, ամեն ժամ, ամեն րոպե կրթվել, որ իրար հասկանալ, իրար սիրել, իրար բանել է, բայց անկիրթը գալիս է 100 աշխատող ունի, կրթված, ոնց ուզում խոսում, մարդ ասում է, ես ով եմ, ում մոտ եմ աշխատում, հեշտ տարբերակը երկիրը լքել։ Հիմա տեսեք, դուք լիդերության մասն եք խոսում, այսինքն այդ լիդերության կերպարը, լիդերը, ինչպեսին պիտի առաջնորդ ազգային գաղափարախոսությունը ո՞րն է մեր ազգի, ոնց նայում ես ամեն մեկը իր կողմն է քաշում։ Ինչու եմ այդ պատմում բերում, որ հիմա դուք եք մեր ժողովուրդը տեսնում է, ձեզ հավատում է, խելացի եք,
ձեր անցած ճանապարհով, ձեր հաղորդումներով, ասում բայց ինքը չի կարողանա ոչ մի բանալի գելերի մոտ։ Այտենց էլի տապալի։ Ես չեմ վախենում ոչ մի, պարզ ասում եմ, ինչ կա, մենք ամեն ինչը մեր ազգը փուչուրա 3 միլիոն Հայաստանում են, ասենք 7 միլիոն դրսում, բոլորի մասին գիտեն, ով ինչ է արել։ Այդ 10 միլիոնը գիտեն։ Ոստը 10 միլիոնը չեն հասկանում իրար, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, այդ շատ կարևոր բանի մասին ասիկ հեսա կանադառնամ առաջնորդությանը, բայց այդ որ չեն կարող անել այս գելերի մեջ, ուրեմն սա ևս իշխանության եւ ընդդիմության կողմից տարվող նպատակային քարոզա, որով մարդկանց ուղղակի տալիս են իլյուզիաներ, որով մարդիկ կրկին պարալիզվում են ու գիտեն, որ Հայաստանում ամեն ինչ երկրորդ, երրորդ նախագահի եւ ներկա իշխանության ձեռքում է, որևիցե մեկը դրանից դուրս այլևս բան չի կարող անել։ Նրանք դևեր են, հրեշներ են եւ այլն։ Այո, նրանք կարող է քաղաքական տեսանկյունից արժեք կրող չեն։ Միայն սեփական նեղ խմբային շահը, որի համար բացարձակ արժեքը միայն իրենց ֆինանսական կարողություն է, որը մենք միշտ տեսել ենք, դրանից այլ բան երբեք չի եղել, չեմ կարծում որ մեկը համաձայն չի լինի սրա հետ, դա այդպես եղել է, բայց այդ միֆերը իրենց համար անվտանգային միակ բարձիկն են մնացել նախկին եւ ներկա իշխանության միֆերը, որ այնտեղ հրեշներ են, ձեզ կուտեն, ամեն ինչ իրենց ձեռքում չկան։ Քաղաքական տեսանկյունից եմ ասում, ամենայն հարգանքով իրենց անձերի նկատմամբ մի հատ մեծ փուչիկ են։ Չկա իրենց այդ համակարգերը, հրեշները եւ այլն չկան։ Քաղաքական դաշտում ամենամեծ աջակցությունը այդ հրեշը ասվածի միայն լինում է այն պարագայում, երբ որ ձեր մեջքին կանգնած է ժողովուրդ։ Այդ մարդիկ սովորական մեր ժողովրդի կողմից չունեն նվազագույն աջակցություն եւ միայն իրենց լրատվամիջոցներով փորձում են այդ շղարշը ստեղծել, որը իրականության հետ կապ չունի։ Միֆ են ուզում ստեղծել իրենց ամենակարողության, առանց իրենց որևիցե մեկը չի կարող շարժվի։ Եթե ինչ-որ մեկը գնաց ու իրեն հանկարծ տեղում չհոշոտեցին կամ ֆիզիկապես չսպանեցին, ուրեմն այդ մարդ ինչ-որ մի բան չի, այդ մարդիկ հավատացած եղեք Իվան ջան, գոյություն չունեն, չկան այդ մարդիկ մեն իրենց լրատվամիջոցներով իրենց անպարտելիության կերպարն են ուզում պայել, որ կամ կլինեք մեր հետ, եթե մեզ էլ առանց մեզ էլ ուղղակի հնարավոր չի, ու մարդկանց պարալիզացնում են դրանով։ Հավատացած եղեք, ինչ են օրինակ հենց մեկը մեր եւ կամ այլ մեր նման էլի մարդիկն են, հենց մեկը մեր գործոնից այդքան սարսափում, որովհետեւ կարող է հանկարծ հաջողության պարագայում իրենց այդ մեծ փուչիկը որ պայթեց, մարդկանց հոսքերը չեն կարողանալ իրեն կառավարեն։ Մարդկանց հիմա այսօր իրենք պահում են միայն այդ իլյուզիաներով, որ մենք լրատվականները մեր ձեռն են, մենք ֆինանս ունենք եւ այլն։ Եվ որ այդ մարդկանց հարցնում ենք, օքեյ, այդպես են մտածում։ Ասում ենք այդ ֆինանսը այդ մարդկանց այլևս միայն պետք է լրատվական պահելու համար։ Ուրիշ ոչ միտեղ ինչ կարող են իրենք անել։ Մի հատ վիրտուալ իրականություն են ստեղծել, որը մեր իրական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինձ համոզված եմ, մեզ դիտողները գիտեն, որ ես ինչքան եմ շրջում գյուղերով, համայնքներով, սահմանամերձից մինչև տարբեր։ Չկա իր իրականությունը, որ լրատվամիջոցներով ներկայացնում են եւ իշխանական եւ ընդդիմադիր կատեգորիկ գոյություն չունի, իրականությունը լրիվ այն կողմում է, նրանց մեջտեղում չի, այլ կողմում է։ Մարդկանց միակ գործիքը մնացել է լրատվամիջոցներով մարդկանց միտքը մանիպուլացնել այդ մենթալ պատերազմները միակ բանը եւ հենց դա էր պատճառը որ գիտեք նախկին նախագահի փեսան կլինի ներկա իշխանությունը նախկին երկրորդ նախագահը կլինի մնացածները այս մի փոքր երկրում իրենց ամբողջ ռեսուրսը դրել են որ միայն լրատվամիջոց ունենան հա դե հիմա այդ մարդիկ էլ կոպիտ ասած մեղք չունեն ուզած ապրում են որ իրենց աշխատավարձը ստանան ապրեն ոնց ազգային ժողովը ամեն մեկ իր աշխատավարձը ստանում է իր գործը հայոյելն է խոսալն է թե հիմա մեր գյուղում ջուր կլինի ճանապարհ կլինի երեխեն դպրոց կգնա չի գնա ով ինչ խնդիր ունի բնականաբար Իվան ջան դրա համար ես ասում եմ Հայաստանում կա փող համաձայնեցված խմբ իշխանություն նրանք արժեքային քաղաքական իմաստով նույն մեդալի երկու կողմն են առանց մեկը մյուսի չի կարող գոյատևել Նիկոլ Փաշինյանը իդեալական գիտի որ առանց այս իր համար Աստծո պարգև ընդդիմությունից առանց իրենց ինքը 5 րոպե չի կարող իշխանություն ունենալ այս պարլամենտական ընդդիմությունը գիտի որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը չեղավ այս համակարգը չեղավ իրենք քաղաքական իմաստով որևիցե մեկին պետք չեն ավելի
այլասերված քաղաքական մշակույթի կրողներ քամներ պարլամենտական անդիմությունն է, անհնարին է պատկերացնել ամենահակապետական, ամենաայլասերված, ամենանեղ խմբային շահ սպասարկով, փողի համար ամեն ինչի պատրաստ քաղաքական իմաստով եմ սա ասում, անձերին ամենայն հարգանքով, երևույթն եմ ասում։ Ազատություն։ Ինչ ազատություն։ Ազատ լինենք։ Ոնց է ամբողջ աշխարհում, ասենք, ազատ ապրենք, ով ինչ ուզի խոսա, ով ինչ ուզի անի, ինչով ուզի զբաղվի։ Ինչ ազատ, ինչ այլ է, օй հայկական, օй մեր ազգայինը, մեր Սասունցի Դավիթը նշտեղը։ Ազատ, հիմա ազատ ապրում են։ Մեր հերոս տղեկ, չէ, ազատ ապրեն։ Իրենց պատկերացրած ազատ ապրելա ձևը կամ կենսակերպը հենց այսօր է հետևանքը նայեք ազատ։ Հա, ազատ, ես ազատ բաղ չես ասում իրենց պատկերացրած եմ ասում։ Հա, բայց հիմա ես ազատ, ասող, խոսող, շփող, բոլորի հետ սիրում եմ ասել։ Բայց ոչ անպատասխանատու։ Չէ, ոչ մեկի չվնասելով, բարփակ, բայց պիտի ես որպես հայ, որ այսքան գովում ենք 5000, 10000, օրեր առաջ էլ Միկին զգուշացրեց ինձ, ասում է ձեր քարոզների մեջ, ձեր խոսքերի հանդիսավար եք, բան ասում եք 5000 տարի, մենք ավելի հին ենք, քաղաք ենք հայտնաբերեք 40000 տարվա ըստ Հերունու 8000 տարի առաջ բան, ասում եմ, հա, դա շատ լավ է, ուրախանում եմ, բայց այսօր այս դարի այսօրվա, որ երեխան լացում է սոված է, հիմա է հաց ուզում, 8000 տարի առաջ չի ուզում։ Այդ մեր դարավոր մշակույթը, դարավոր հարաբերությունը, նախ մենք այտենց ազգ չենք եղել, հենց աշխարհի ամենապարզ բան ասեմ, որ ասում ես ծանոթացեք։ Անծանոթ հայ է, մեկն ասում է ծանոթացեք, ծանոթանում է, անունը տալիս է, շատ ուրախ եմ, իմ աղբերն է, ծանոթացի, իմ ընկերն է։ Մենք այտենց ենք մեր ազգովի, բայց բաժանում են, ասում է, որ թիմից ես։ Ինձ դիտեն ասում են, դու ում մարդն ես։ Ասում եմ, ես Մերի մարդն եմ, կնոջ անունը Մերի է, ես ում մարդն ես, Մերի մարդն եմ ես։ Ես բոլորի մարդն եմ, հայ եմ, ում մարդն եմ, բայց ես անհանգիստ մարդ եմ, որ ասենք այսօր երեխա է հիվանդ, Հայաստանում $1 միլիոն սայլուտ են խփում, բայց ծնողը մտել է լայվ մեզ գրել է Ամերիկա, ասում է, խնդրում եմ գումար հավաքեք, տանենք բուժենք։ Հայաստանում գումար չի, ասում եմ, դիմել եք այս տեղը, ասում եմ, բոլոր տեղերը, կարամ ապացուցեմ։ Ու ասենք մենք ստեղ ընկերներով նստած լայվ ենք անում, ասենք գումար ենք հավաքել, ոչ թե հիմա 30-ով ենք տալի, որ այդ գումարը ուղարկել ենք, այլ երևույթ եմ ասում, ուղարկել ենք մեր խղճի համար, ստեղի հայերը 15 րոպեում գումարը հավաքին, ուղարկեցին, երեխան գնաց բուժման։ Այն մեկը գրում է փախակ երկրից, ամեն ինչ փողով չի, փախած եք։ Ինչ փախած, որ դուք այնտեղ եք ապրում, Հայաստանում ապրում եք։ Մի երեխա չեք կարող բուժեք, մի երեխա։ Հենց մի հոգի երեխա չեկա, հենց հիմա կազամ 100,000 ընտանիքների երեխեքի պրոբլեմ ասեմ, 100 հատ էլ հաղորդում կա, ես կամնա, սուրանկյուննա, չգիտեմ, շատ անհատական անձին կան, հեռախոսներով գնում են, նկարում են, խնդիրները բարձրաձայնում են, այդ խնդիրները ոչ թե պիտի անհատները, ոչ թե մենակ սփյուռքը աներ, սփյուռքը միշտ անում է այդ քո խղճի առաջ, այստեղ 100 հատ տեղ կա, որ գումար են ճանապարհում, ասենք ծանրոցներ են ճանապարհում Հայաստան, ոնց որ խղճի, որ մի բանով պետք է։ Այդ համակարգը Հայաստանի պետք է ուղղվի, որ խնդիր չունենա, ոչ թե մեկը հարուստ շատ $1 միլիոն սայլուտ խփի, մեկն էլ բժշկի հիվանդանոցի փող չունենա։ Այդ հարցը թե չէ ում մարդն ես, ինչական ես, ում կողմն ես, ոչ հայի կողմն եմ, ես հայ եմ, 3 միլիոն հայի կողմն եմ, բայց ուր է։ Ասեք, էլի շատ պարզ է այդ ամեն ինչի լուծման տրամաբանությունը։ Համոզված եմ շատ եք լսել, չէ՞ որ անընդհատ հատկապես անդիմությունը եւ մնացա հատկապես պարլամենտական անդիմության կողմից ասում են, չէ՞ մի ժամանակ հիմա էլ խաղ այդքան չեն բարձրացել, բայց նույնը մտածում են ինենք հաստատ գիտեք։ Ժեխերը, ժողովուրդը ժեխա եւ այլն։ Ուրեմն տեսեք, ցանկացած հասարակության մեջ ինչ բարոյական նորմեր, որ կան գործում են, դրանք այն բարոյական նորմերն են, որոնք բնորոշ են իր իշխանությանը։ Իշխանությունը ինչ վարքագիծ ունի, ինչ արժեքներ ունի, ինչ բարոյական նորմերի կրող է, նույնը հիմնականում, չի նշանակում առանց բացառության, հիմնականում հասարակության մեջ է տարածվում։ Միմյանց հետ հարաբերությունները հիմնականում հիմնված են լինում դրա հիման վրա։
որ հիմա որ էլ եկանք չէ որ ասում են այ ժողովուրդը ԺԽ կամ հետո այս ժողովուրդը կամ ասում են չէ Նիկոլ Փաշինյանը եկավ բացահայտեց իրական մեր ժողովրդի պատկերը եւ այլն սա ամենամեծ տագիտությունն է սա էլ է իշխանության անդիմության կողմից տարվող թեզ երկուսը նույնն են դրա համար երկուսին իրար հավասար են նույնը տարվող թեզն է սա ուրեմն կա պարզ ճշմարտություն կախված ով է քո վերնախավը ոչ թե վերնախավը էլիտան իշխանություն մենք էլիտա չենք ունեցել էլիտան արժեքներ կրող մարդիկ են ովքեր նաև բուրգի վերևում են որ թե պատահական բուրգի վերևում հայտնված մարդիկ որ միայն ուզում են գումար աշխատի էլիտայից է կախված կամ վերնախավից տարբեր իրավիճակներում ինչպես մարդը այնպես է ժողովուրդը ունի եւ բացասական կողմեր եւ դրական կողմեր չկա չէ մարդ ունենք կատարյալ է միայն դրական կողմերն չկա չէ այդպիսի մարդ էլիտայից եւ վերնախավից է կախված ինքը հասարակության եւ ժողովրդի մոտ որ հատվածն է խրախուսում այն դրական կողմերն է խրախուսում եւ ավելի զարգացնում այդ պահանջարկը ավելի մեծացնում խրախուսում ամեն հնարավոր միջոցներով հեն բացասական կողմերը սովորական ունեք երեխային վերցեք ունի եւ դրական կողմեր եւ բացասական կողմեր դուք որպես ծնող կարող եք այդ երեխայի բացասական կողմերը այնքան խրախուսել որ 5 տարի հետո այդ երեխան դառնա պատրաստի հանցագործ անպատասխանատու բայց կարող եք մյուս կողմերը խրախուսել ինքը էլի ունենա թերություններ բայց ունենա ամբողջությամբ այլ որակներ նույնը ղեկավարությունն է մենք որպես ազգ հիմա տեսեք ինչ վտանգավոր փուլի մեջ ենք մտել մենք ոչ թե գնում ենք մեր վերանայման կամ սխալների վրա ուղղվելու ճանապարհով, այլ գնում ենք ինքնախարազանման։ Վայ պարզվեց այսինչ ստոր ու վատ ազգ ենք մենք։ Հենց դա էլ իշխանության անդիմության ուզածն է, որ վերջում պահեն են իրավիճակում ես որտեղ որ կանք իրենք էլ այդ իրականության մեջ վերարտադրվեն։ Այսինչ վատ ազգ ենք, այսինչ խայտարակ ազգ ենք, մեզնից վատ ու ստոր ազգ չի եղել, բայց ոչ ոք չի ասում, եթե նույնիսկ ես վատն եմ իշխանություն եւ նախկին իշխանություններ դա ձեր կառավարման հետևանքն է նույնիսկ եթե ես վատ եմ բայց ես որպես ազգով հարատևել է հազարավոր տարիներ որ ես արդեն եկել հասել եմ այստեղ ես չեմ կարող վատը լինել բազմաթիվ ազգեր կա որ ճանապարհի կեսից պատմական ուղղակի վերացել են եթե ես կամ ուրեմն ես հարատևման բանալին իմ մեջ կրում եմ բայց դուք եք որ դուք արժեք չունեք որ իմ մոտ ձևավորում եք կամ խրախուսում եք բացասական ու հակա հասարակական այդ իմ կողմերը որ մենք հակա համակեցության այսինքն մենք չենք կամ իրար հետ համակեցություն պահենք բայց ձեր կողմից է դա խրախուսվում այս ամենը նաև պիտի բերի մշակութային փոփոխություններ կա չէ մեր ժողովրդի մեջ այն որ կորցնելուց հետո ոնց որ ավելի է բանալում հիմա Տես այսքան տարիներ այդ անդադ շեշտում են 30 տարի այս տեսանք այն տեսանք սենց եղավ բայց հիմա էլ մի զանգված կա որ այ մեր պարոն Գինոսյանը լուսավորքի շատ մեծ մեր ազգի մեջ երևի եզակի մարդ էր որ փոփոխություն արած բերեց բակից եկեղեցու հայաթից բանը ազգային մշակույթը բերեց պարերի միջոցով բերեց Կոմիտասի, Նժդեհի գաղափարախոսություն բերեց, ես հիմա որ տեսնում եմ 3000 հոգի, 10000 հոգի հավաքվել են եկեղեցու բակում, սահմաններում պարում են։ Հիմա ներողություն, ցես պետք է ընդհատեմ, հազար ներողություն։ Ուրախությունից ես ասում եմ, այ էսա։ Էսա մեր ազգը։ Այդ տկլոր պարողները, էդի հայը չի։ Էդի մարդը ասում է փող եմ աշխատում Ամա կլիպ անենք տկլոր բարենք ամեն մեկը բանադեր գործ է հիմա ներնենք չի կարա տարազով փող աշխատի ասենք թե ազգային մշակույթով դե գիտեմ դրա արմատը որն է ջնջելը բայց չի ջնջվում ընդհակառակ հիմա ոնց է ձեր հաղորդումները մեկ էլ առավոտ արթնացել եմ ընկերս ձեր հաղորդումն ավարտել սմողբեր ճանաչում ես ասում եմ չէ մոտիկից չէ բայց ամերիկայում է ասում եմ լենա ինչ է պատմում Բանը ասենք Պարսկաստանում բան Եփրեմ խանը բան օպեսից հայ ենք ունեցել արմատներով Արցախից բան ասում եմ բա եղբայր բա հայը այտենց մի հայ անգելա 10 միլիոն 20 միլիոնի ուղեղ աղեղը հայ աղեղը հազարավոր մարդկանց դեմ այդ հայը էդ է այդտեղ մենք խափել են որ այո որտեղ հայ ընդեղ այդպես բաներ են բան ես այդ հաղորդումը հանելուց հայն ու հայը հարցնում եմ էլ կարծիք փողոց քայլում եմ ասում եմ Լավ չէ, հայնու հայս է, արա լավ ախպեր, գրեիր հայնու վայ է, մեկ ասում է, հալալա կեզ, մեկ ասում է, արա հայ արա ախպեր ես որ իրար ու տմեն բան ես ինչ ես գրե, կամ դով ես որ բան փոխես,
Ուստեմ եղբայր, ինձ եմ փոխում, ինձ եմ դասիրակում։ Երկրորդ ես չեմ եկել քեզ բան փոխեմ։ Դու պետք փոխես։ Ես եկել եմ ինչով կարամ օգնեմ, բարևից սկսած։ Մեր մոտ բարևից սկսած պետք է փոխենք։ Այստեղ արդեն պետք է ընդդատեմ։ Այստեղ թե չմոռանալու է դառնալու մասը, թե չմոռանալու է։ Հիմա մեր լուսահոգի Գինոսյանին քանի 100 հոգի, քանի 1000 հոգի ասած կլինի, չէ, քանի 1000 հոգի ասած կլինի, մի արա, համար դրա կարիքնով ունի, ովա դրան նայելու պետք չի, այսօր ժողովուրդը քֆուր ա ուզում լսի, ինձ 100-ներով, չասեմ 1000-ներով, 100-ներով ասում են քո խոսքը, քո այդ վարքագիծը եւ այլն ինչի է պետք, նախ հələ դնեմ մի կողմ, ես այլ կերպ չեմ եկարա, եթե ես դրա կրողն եմ, ես այդպես եմ։ Ինչի դա պետք մարդը քֆուր ա ուզում, արի քֆուր տան, քֆուր կոսա մարդը էտա եւ այլն, բայց երբ որ դու մտնում ես այդ օրակարգի մեջ, դու դառնում ես դրա առաջամարտիկ ու դա սպասարկողն ես դառնում դու հավասարաչափ պատասխանատվություն ես կրում այն կեղտոտ իրականության նկատմամբ, որը որ մարդիկ քեզանից առաջ արդեն սարքել են, դու հավասարաչափ դրա պատասխանատուն ես։ Հիմա քանի 1000 հոգի մարդ կներ, որ Գինոսյանն ասել էր՝ մի արա տենց բան, ինչի տա պետք, բայց միշտ հիշեք պատմական փոփոխությունները միշտ անում են շատ փոքր խմբով մարդիկ, որտեղ միայն այդ փոքր խմբով մարդիկ են, որ կարող են մինչև վերջ կրել իրենց մեջ այդ արժեքը, այդ հույսը, այդ ճրագը կրել իրենց մեջ ու շարժվել առանց տատանումների։ Դուք հələ պատմություն ուղղակի նայեք, կա ինչ-որ մարդիկ ու մարդկանց խումբ, ովքեր վերցել են հələ չեմ անդրադառնում ընդհանրապես օրինակ, որ ինչ-որ մեկը չմտածի, որ հանկարծ եզր ենք տանում, Հիսուսի օրինակը, ընդհանրապես տեսել եք մի մարդ, ով ուզեցել է արժեքները վերցրել, տարել է միջև հաղթական կետին հասնելը, այդ ճանապարհին ով ասես ամենավերջի ձևի չի փնովե, կասկածի տակ չի դրել, բոլորին անպատի։ Ես ազգային կաներեք երգ, այդպես երգում եմ, ես ազգային երգեր գիտեմ, ուտից հատուկ բան չէ, ասենք ուտում խմենք երգում, ես տենց եմ որտեղ հասնում երգում եմ, ապարում եմ։ Երգել եմ ընկերս կողքից նկարելա գցելա համացանց ազգային երգեր ասենք թե որ հա ես այ մենա կամ Շուշին մեր ազգային երգեր հա մեկի զանգելա 300,000 500,000 դիտում մարդիկ կլիպներ են նկամ տանջվում են հա չի հա ազգային նայում եմ չէ ճիշտ ասում բայց մեր ինգերն է զանգասման չես երգերը բան ես նեղվում եմ քո տեղը ինչի՞ մար դու իմ ինգերն ես սմալը մտի կոմենտները կարդա Փախակ երկրից, հալանիկ, այս երկերով խափիկ ասում է։ Եղբայր, ես ծառայել եմ, երգել եմ, ամբողջ կյանքս 40 տարի Հայաստան ապրել, ստեղ ապրել եմ, էլի Հայաստան եմ ծառայում։ Ինչ եմ թալանել, գնա երգել եմ, ազգային երգ, գնա այն մարդուն ասա, որ ինքը թալանել է, ես մի կոպեկ չեմ տա, ընդհակառակ բացի օգուտ տալուց։ Հա, ու կոմենտները կարդալուց ընկերս ասած խնդրում եմ, ել չկարդաս, թե չէ քեզ մի բան կլինի, չէ, լսի, քեզ մի բան կլինի, կընկնես մտքերի մեջ դու նուրբ ես էլ, այտենց ես շուտ ազդվում եմ, ասում եմ, բայց ինչի գրեց ինձի թալանչ, ինչի գրեց խափիկ երկիրով, հետո մտածում եմ, բայց վատ բան չեմ արել, երգել եմ, պետք է երգեի, սիրել եմ, ճկլը բուգլը, աստղը սերես, մարմինես, երգել եմ, ասենք, ազգիս ցեղակիցներ, հայկը, հայի դատն է, իղձս միայն։ Վատ բան եմ երգել։ Մյուս պրոբլեմներից մեկը, որ հիմա համատարած Հայաստանում գնում այդ օրակարգը, որ այս ձեր ազգային երգով, չգիտեմ, մշակույթով բերեցիք այսօրվան հասցրեցիք, պատկերացնում եք ինչ են ասում, աշխարհում նույնիսկ ամենալիբերալ երկրում դրա նման բան ասեք, ցես կմտածեմ դուք հոգեկան խանգարում ունեք, շեղում ունեք, բայց այս միտքը ավարտեմ, երբ որ Գինոսյանի մասն է մեր խոսում, ուրեմն այն մարդիկ, ովքեր որ ասում են, գիտեք, դե ինչ է սենց այդ թեմաներից խոսում եւ այլն, մարդը հայոյան կա ուզում էլի հայոյի մենակ այտենց խրա ժողովրդի աջակցությունը եւ այլն ստանաս, նախ թողնեմ մի կողմ, որ ասում եմ ինձ ընդհանրապես այդ աջակցությունը, եթե այդ գնով պետք է լինի, արժեք չունի, դա կարող է աջակցություն կարճաժամկետ լինի, բայց ես քաղաքակրթական հանցագործություն եմ գործում այդ մարդկանց նկատմամբ, դա հələ թողենք մի կողմ, բայց այն մարդիկ, ովքեր ասում են մի գնա այդ որակի հետևից, բան հայհոյի եւ այլն, թե չգիտես ինչ, տենց այնա մենք է կարանք, բայց տեն մեջ չենք անում, որտեղ պահանջակ չկա։ Այդ մարդիկ իրականում թաքցնում են իրենց անկարողությունը։ Այդ մարդիկ դրա կրողը չեն, որ իրենք ասեն մենք է կարանք, ուղղակի չենք ուզում, դա պահանջակ չկա։ Չկա այդպիսի բան։ Այդ մարդիկ ոչ դրա կրողն են, ոչ է կարան դա անեն։
եւ իրենց թաքցնում ու արդարացնում են, իբր դա ժողովուրդը չի ուզում, դրա համար դա չենք անում։ Չեն ուզում։ Եթե դու քո էությամբ այդպեսին ես, դու չես կարող այլ դերակատարում ստանձնել։ Հնարավոր չի, եթե դու քո էությամբ այդպեսին ես։ Եթե դու ունես ազգային ես, ունես մակարդակ, ունես որակ, ունես խոսույթ, ունես միտք, ունես պատասխանատվություն քո խոսքի նկատմամբ հասարակության առաջ, քո շրջապատի եւ մնացածի, դու չես կարող այլ վարք ունենալ։ Հնարավոր չի։ Իմ համար չի կարող յուրաքանչյուր խոսքը անկախ նրանից ով կասի, երբ կասի, ոնց կասի, որտեղ կա Պարզ բան եմ ասում, հայոյանք ինքը չի կարող լինի որևիցե պարագայում արդարացված։ Ինքը արդեն մեր այս կեղտոտ իրականության սպասարկողն ու առաջամարտիկն է։ Որևիցե մեկին դա չի ազատում պարտականությունից։ Դե գիտեք ինչ ժողովուրդը դա է ուզում։ Ուրեմն դու քո որակով այդպեսին ես։ Եթե դու հանրային մակարդակում կարողացար հայոյանք տաս, դու քո մակարդակով վերջ։ Ուրեմն դա չի արդարացնում ոչ մեկ։ Հիմա դարձել է դա նորաձև։ Ուղղակի դու այլ բանի կրող չես։ Իսկ դրա կրող է լինում են հատուկ այդ մարդիկ, հատուկ են չեմ ասում քիչ մարդիկ, բայց երբ որ մի փոքր խումբ սկսում է կամաց հաջողություն ունենալ, դա այնպեսի մեծ ալիք առաջացնում։ Դրա համար էս մեր քաղաքական համակարգի համար մեկ նպատակը, որ հանկարծ այդպիսի խմբեր, ովքեր նոր որակ, նոր օրակարգ, նոր մշակույթի կրողն են, ավելի խորքային, ազգային ու մաքուր ու իրենց վերահսկողությունից դուրս են, հանկարծ դրանք փոքր հաղթանակ չտանեն։ Որտեւ հանկարծ այդ փոքր հաղթանակը որ եղավ, այնքան այդպիսի մարդիկ կան, ովքեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով վախեր ունեն, գործնելուց բռնած մինչեւ սխալ ընկալված լինելը։ Այդ մարդիկ այնպես կարող են մտնել գործընթացի մեջ, այնպես կարող են հավաքվել, ձնագնդիկի ալիքը այնպես կարող է հավաքվել, որ այդ համակարգը րոպե անգամ չի կարողանալու կանգնել։ Դրա համար նորից վերադառնանք այդ մոտեցմանը, որ լրատվամիջոցներ եւ մնացածով այդ պարալիզված փորձում են պահել անընդհատ մակարդակը, հանրային խոսույթը անընդհատ ավելի իջեցնում են ներքև, ավելի։ Ու տեսեք, եթե ժամանակին մեկը հայոյ էր, երկուսը հայոյ էր, հիմա մրցույթը ով ավելի շատ կհայոյի։ Համատարած նայեք, քաղաքական գործիչ, մշակութային գործիչ, չգիտեմ, երգիծաբան, չգիտեմ, համատարած հայոյում են, համատարած։ Սա մեր մշակութային վերջնական դեգրադացիան մասին է, որովհետեւ խոսքը երբեք ինչքան որ մարդիկ գիտեն դա կոմունիկացիայի համար, հաղորդակցման համար է։ Խոսքը երկրորդ հերթին է հաղորդակցման միջոց։ Խոսքը առաջին հերթին մտածողության մասին է։ Արժեքների եւ մտածողության մասին է։ Դու ինչ մտածողության կրող ես։ Դա արտահայտում է քո մտածողության կերպը եւ ոչ թե կոմունիկացիայի միջոցը։ Եթե դու այդ կեղտոտ լեզվամտածողության մեջ ես, դու չես կարող որակյալ մարդ լինել։ Ով ուզում ես եղի։ Ուզում ես մշակութային գործիչ եղի, ուզում ես քաղաքական եղի։ Քո մուտքը հանրային ցանկացած գործընթացի ամենախստագույնս պետք է պատժվի, ամենախստագույնս, որովհետեւ քո այդ լեզվամտածողության միջոցով դու այլասերում ես ամբողջ հասարակությունը։ Ու հեշտ կապ չունի դու ճիշտն ես ասում, թե սխալն ես ասում, ինչ ես։ Քո ասելու ձևը արդեն չի կարելի։ Պետք է խստագույնս դատապարտվի, պատժվի այդ մարդը ամենավերջի ձևով։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։ Անսահման է մեր թեմաները, որովհետև երկուս էլ մտահոգ ենք, երկուս էլ անհանգիստ ենք, մտածող ենք, ուզում ենք մի բան փոխենք, թեկուզ մեր եթերով, մեր խոսքով, մեր ցանկացած հային բարևելով ինչ որ բան փոխենք։ Բարևներս հայրենիքիս եւ մի խնդրանք, որ գնաք Վայոց ձոր, Անպայման։ Բարձրունի գյուղ։ Անպայման, Վայոց ձոր շատ ենք այցելել, բայց Բարձրունի չենք եղել, անպայման մեզ գյուղա, անպայման։ գյուղնա ես ընդեղ եմ մեծացել, ես ամենաշատը կարոտում եմ հենց մեր գյուղը։ Հենց այնտեղից կուղարկեմ ձեզ նյութերը, որ եղել ենք։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, բարևներս հայրենիքիս, կարոտներս հայրենիքիս, սիրելի հետևորդներ, անսահման են մեր թեմաները, քանզի մենք մտահոգ ենք եւ քանզի պիտի ամենաառաջինը հայը հային սիրի, լինենք իրար օգնող, միասնական, ամեն դժվարություն հաղթարենք։ Հա, մեկ էլ մեկ կարևոր բան կա, ասում են ասա բաժանորդագրվեք, սեղ մեկ զանգի կոճակը բաժանորդագրվեք, որ տեսնեք, հավանեք մեր նյութերը եւ գրեք ձեր կարծիքները։ Էդի հիմա մոդա է, այլ էս պիտի ասեմ, չէ, անպայման։ Անտիր, perfect։ Ջան, լիքը ջան,
Ստոպ տվեք, գնանք, ուշացանք։ Ասма չէ։ Ով ասաց։ Հենց լավ խոսացինք, մաղ չի ուզում հելնի ստեղից։ Այս մոնտաժը չենք անելու։ Հա, պարոն Պետրոսյան, մոնտաժ չենք անելու, մնալու է, մոնտաժի կարիք էլ չկա։ Ոնց Որտեւ այնքան լավ կարոտած խոսացինք, չգիտեմ,